Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Քրոնիկոնի տաղավարին հյուրընկալել եմ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, շուրջ 2 օր է, իսկ նախընտրական շրջանում 1 եւ ավելի ամիս Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանության բոլոր քաղաքական հայտարարությունները քաղաքական երանգով ուզում են իրավական կաղապարների մեջ տեղավորեն իրավապահ մարմինները, մեղադրանքներ կան, ինչ որ հրահանգներ եւ այլն, եւ կարծեք թե պատկերն ամբողջանում է, մենք տեսանք թե ինչ էր ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ինչպես է դա իրականացվում եւ դուք եք նկատել նաեւ ձեր հարցադրություն, որ իրավապահ մարմինների տարբեր կառույցներ, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն, քննչական կոմիտե նույն ժամին, նույն վայրում հավաքվում են նույն մարդու մոտ։ Արձագանքները վստահ եմ դուք տեսել եք եւ հանրության կողմից այն բոլոր ներբերանքները, որոնք շոշափվում են, ուզում եմ հասկանալ այս քաղաքական ողջ իրադարձությունները քրեական ինչ ունեն իրենց մեջ եւ այս ամբողջ գործընթացը իրավապահ մարմինները գոնե ջանք թափում են իրավական ինչ որ բան տեսք տալու համար թե անգամ դա չկամ երկար էր հարցս խնդրում եմ մանրամասն անդրադարձել կներկայացնեմ որովհետեւ այն ինչ որ ասում եք շատ ակնհայտ է որ իրենք հստակ հրանգ կատարում են պետք է սկսենք սկզբից որտեղից սկսեց այս process-ը սկսեց նախընտրական փուլից Նախընտրական փուլում ընտրությունների, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարություններ կատարեց, որին Գագիկ Ծառուկյանը բնականաբար պատասխանից հետո ուղիղ եղավ վարչապետի հայտարարությունը, որ պատրաստի, որ դու հայտնվելու ես բանտում երկար ժամանակ։ Բայց նաև նշենք, որ վարչապետ Փաշինյանը թիրախավորում էր եւ մեղադրանք էր ներկայացնում Ծառուկյանի մի բանում, որը հերքելու համար էր Գագիկ Ծառուկյանը պատասխանել ասում, այսինքն որևէ անդրադարձ պատասխանից հետո ուղիղ նշեց, որ դու հայտնվելու ես բանտում պատրաստվի։ Հետո դրանից հետո տարբեր իշխանական ներկայացուցիչներ սկսեցին հայտարարել այդ թվում վարչապետը, որ ամսի 8-ից հետո հունիսի երազելու եք փախչել, բայց չեք կարողանալու։ Սա ուղիղ կարող են ասել, որ սա օրինակ քաղաքական խոսք է, իրենք սիրում են այդ միտքը ասել։ Բայց մենք հետո տեսնում ենք, թե ինչա հետևում սրան։ Ասում են ամսի 8-ից հետո երազելու եք փախչել։ Ամսի 9-ին ընտրություններից հետո, քանի որ Գագիկ Ծառուկյանը նախապես ուներ պայմանավորվածություններ, հանդիպումներ, չէր կարող ընտրական ժամանակահատվածում գնալ, բնականաբար զբաղված գործարար մարդ ընտրություններից հետո փորձեց կարճաժամկետ մեկնի հետ գա։ Ինչ արեցին, սահմանում թույլ չտվեցին, որ մեկնի։ Որպեսզի սահմանում թույլ չտան մեկնի, պետք է պարտադիր մեղադրանք լինի անձի նկատմամբ եւ պետք է նրա նկատմամբ խափամիջոց կիրառված լինի բացակայելու արգելք։ Առանց դրա որևէ կերպ չեն կարող նրա ելքը սահմանափակել։ Նրան թույլ չտվեցին եւ որպեսզի ցույց տան, թե իբր օրինական արեցին, մեղադրողը, այսինքն դատախազը որոշում է կայացնում նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ներողություն, պարոն Սարգսյան, հենց այդ դրվագով գլխավոր դատախազությունը падգամավորի տեխնացու Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցով միջնորդություն չներկայացնեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Տարբեր շրջանակներ, իրավապահ համակարգ ինչ-որ օղակներ ասում են, որ շտապողականությունից նրանք այդ մասին մոռացել են։ Բացառվում է, դատախազությունում միանշանակ չեն մոռացել դրա մասին, սա ուղղակի այլ տարբերակ չունեն։ Իրանք հանձնարարություն ունեին թույլ չտալու, միակ ձևը դա էր։ Իրենք նախընտրեցին հանցագործություն կատարեն, իսկ իրենք հանցագործություն են կատարել, ակնհայտ անօրինական մեղադրանք են անձին ներկայացրել եւ անօրինական կերպով ելքը սահմանափակել են, սահմանադրական իրավունք են սահմանափակել։ Իրենք պարտադիր պետք է դիմեին ԿՀ-ից ստանային թույլտվություն, անձեռնմխելիությունը հաղթահարվեր, քրեական պատասխանատվության ենթարկել, նոր միայն այդ գործողությունները կարողանային անել։ Եւ քանի որ դա չեն արել, մենք բողոք ենք ներկայացել նույն դատախազություն, որ ապօրինի մեղադրանքը ԿՀ-ի թույլտվությունը չկա, իրենք ամսի 23-ով հունիսի որոշում են կայացրել, որ այո, մեղադրանքը ապօրինի է եւ քրեական հետապնդումը դրանով դադարեցրել են։ Սա մեկ հանցագործություն, որ իրենք կատարել են հատուկ դիտավորյալ կերպով հրահանգի հիման վրա։ Հաջորդը, երբ որ 23-ին որոշումը կայացում, ըստ կարգի պարտադիր անմիջապես պետք է այդ որոշումը ուղարկվի քննիչին եւ բողոքաբերին ու մեղադրյալին։ Այսինքն պետք է տեղեկացնեն, որ քո մեղադրանքը այլևս չկա եւ բացակայելու արգելքներ իրենք որոշել էին վերացնել, որովհետեւ կարգն է այդպեսին, դրանից հետո պետք է հանձնարարեին ոստիկանությանը, որպեսզի սեկտ սահմանափակումների ելքի արգելքը վերացվեր։ Ամսի 23-ին հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ը այդ որոշման մասին որևէ մեկին չեն հայտնել, սահմանափակումները չեն վերացրել։ Հիմա հարցածակում ինչի։ Նորից մոռացել էին։ Չեն մոռացել, որովհետև իրենք գիտեին, որ ամսի 4-ին հուլիսի պետքա ՍԴ-ի որոշումը լինի։ ՍԴ-ի որոշումից հետո
իրենք կոնկրետ այս հանձնարարությունով գործողություններ կատարելու են Ծառուկյանի նկատմամբ։ Նախքան այդ չեն տվել սեկտը սահմանափակումները չեն վերացրել, պահել են այնքան մինչև ձերբակալեն։ Ձերբակալումից հետո երբ որ բերեցին քննչական մարմին, քննիչը ասաց, որ նոր դատախազությունը ստացա որոշումը ներկայացնում եմ ձեզ։ Հիմա ասում ենք, բաս սեքս սահմանափակումները միջև մախի արգելված եղել, խի չեն թողել, դե ես չգիտեմ, դատախազը նոր է ուղարկել։ Սա եւս մեկ հանցագործություն, որ իրենք այսքան ժամանակ անօրինական կերպով այս սահմանափակումները պահպանել են։ Հիմա այստեղ դիտավորություն կա, ակնհայտ է որ կա, որովհետեւ իրենք այնպես արեցին, որ այս նոր մեղադրանքը սկսելուց, երբ որ արդեն ԿՀ-ի կարիք չլինի, որովհետեւ ՍԴ որոշումից հետո կենտրոնական հանրական ազորվելու կարիք չկա։ Դա ավարտվում է որոշումը, իրենք սկսում են այս շոուն։ Երկու արդեն հստակ հանցագործություն։ Դրանից հետո գալիս են խոզարկության։ Խոզարկության սկզբնական փուլում փաստաբաններն թույլ չեն տալիս, որ մուտք գործեն։ Քանի ժամեր առանց փաստաբանի Գագիկ Ծառուկյանը։ Ես սկզբի փուլում չկայի, մյուս գործընկերներն էին այնտեղ, եթե չեմ սխալվում, մոտ 1 ժամ իրենց թույլ չեն տվել, որ ներս մտնեն, մոտ 1-1.5 ժամ արդեն երբ որ ես եմ ներկայացել, ինձ թույլ չեն տվել եւ ասում են, որ թույլ չեն տալու։ Դրա հետ կապված կոնկրետ գործողություններ են կատարել, որից հետո նաեւ թույլ են տվել, որպեսզի մենք ես ներս մտնեմ։ Մտնելուց հետո պարզել ենք, որ խոզարկություն է կատարվում։ Մենք այսօր տեսանք հրապարակված կադրեր, թե ինչպես են 6-ից 7 հոգով դիմակայված անձինք հարձակվում Գագիկ Ծառուկյանի վրա եւ գցում գետնին։ Հիմա հարց է ցակում։ Մեծ ջանքերով։ Հա, բայց ինչի համար։ Ուրեմն դա պետք է լինի ցանկացած բռնություն, պետք է լինի անհրաժեշտ։ Դու չես կարող ասել, ես եկել եմ խոզարկության եւ քո նկատմամբ բռնություն եմ գործադրում։ Երբ որ մենք ասում ենք Գագիկ Ծառուկյանը ձերբակալված է եղել, հենց դուք մտել եք տուն այդ բայց իրենք ասում են ոչ, մենք ձերբակալել են գիշերը, իսկ դա շատ կարևոր փաստարկ է։ Դատարանը դրան չի անդրադարձել։ Հիմա տեսեք, եթե դուք ի սկզբանե չեք ձերբակալել, բայց ինչ էիք անում։ Ինչի տապալեցիք գետնին, ինչ է շոուն կազմակերպեցիք, սա էլ է հանցագործություն, որովհետեւ եթե դու իշխանական լիազորությունները չարաշահում ես, անցնում ես, սա կոնկրետ հանցագործություն է։ Իսկ իրենք սարեցին կոնկրետ մի բանի համար, որպեսզի տեսանկարահանեն, թե ինչպես են Գագիկ Ծառուկյանին պարկասնում գետնին, որ այդ կադրերը հրապարակեն։ Խոզարկության ժամանակ մենք հայտարարել ենք եւ պահանջել ենք, որ որևէ կերպ ներսում տեղի ունեցող որևէ իրադարձություն, տեսապատկեր չհրապարակվի, որովհետեւ դա անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ են, իսկ անձնական կյանքի վերաբերյալ տվյալները որևէ մեկի իրավունք չունի առանց անհրաժեշտության հրապարակելու։ Սա չի կարող համարվել անհրաժեշտություն, գալ թե ոնց ենք անձին պարկացում գետնին, սա հրապարակելը։ Այսինքն անձի տան մեջ դու գալիս ես օրինական խոզարկություն ես անում, դու տան մեջ մնացած բոլոր հանգամանքները որ անձի կյանքին է վերաբերում, իրավունք չունես հրապարակես։ Ո՞վ է ձեզ թույլ տվել այդ կադրերը հրապարակեք։ Սա եւս մեկ հանցագործություն է անօրինական կարգով անձնական տվյալների հրապարակման։ Հաջորդի խոզարկությունից հետո երբ որ Գագիկ Ծառուկյանին տեղափոխեցին, ձերբակալումանը որպես այդպեսին ձևակերպեցին, միջև դա պարզվեց, որ Կոտայքի քննչական բաժնում 2020-ից քննվող ինչ-որ մի հատ քրեական գործ կա կենթանիների հետ կապված, որ իբր թե կենթանիները անօրինական են գտնվում այնտեղ, նույն օրը 20 թվականից հետո քննիչը որոշեց, որ կոնկրետ նույն ժամանակին պետք է ինքը արգրաման որոշումներով գա, մեկ այլ վայրում գտնվող կենթանիներին արգրավի։ Դրա համար նորից եկան տեսանկարահանեցին այդ առուսներին, թե ոնց են տեղափոխում, հայտարարեցինք, որ այս պայմաններից այս առուսներին եւ կենթաներին տեղափոխելուց վտանգ է սպառնում նրանց կյանքին։ Դուք տանելու եք մի բան առաջանա, որովհետեւ այն պայմաններն, որ այստեղ են, չեք կարողանալու ապահովեք։ Մենք տեսանք, որ կենթաներից մեկը անկել է, այսինքն առուսներից մեկը։ Ո՞վ է մեղավոր դրա համար։ Մեկ այլ դեպքում քննչական կոմիտեն դատախազությունը մի քայլ առաջ սկսել էին քրեական վարույթ եւ այլն։ Այստեղ ասում են մենք անելիք չունենք, բա ով ունի անելիք։ Այսինքն կենթանին դու կարող ես գալ, սովորական իր պայմաններից ցենց վերցնել, տանել ու կենթանին անկի, ասեք, բա մենք ինչ իմանանք ով է մեղավոր, բա որ չգիտեք, ուրեմն պարտավորեք պարզել, դիտավորությունը թե անզգուշություն։ Եթե անզգուշությունը դա էլ է հանցագործություն, եթե դիտավորությունը դա էլ է հանցագործություն, ո՞նց է լինում, որ նման դեպքերում դուք չեք տեսնում հանցագործության ակնհայտ հետքերը, որովհետև կատարողները պետք է գնահատեն իրենք հանցագործություն կատարել են թե ոչ։ Հետևաբար այսօր իշխանությունը իրենք գնահատում են, որ չեն արել։ Բայց սա չի լինում, չէ՞, սա շարունակվում է, մնում է պատմության մեջ եւ իրենց քրեական գործերում է մնում։ Մի օր սան արձագանք լինելու է։ Մենք կոչ ենք անում, որ ընդհանրապես մեր գործընկերները իրավապահամակարգի դադարեն նման ապօրինությունները։ Այսինքն ինչ է նշանակում Գագիկ Ծառուկյանին մեղադրում ենք խարդախություն կազմակերպելու եւ փողերի լվացում կազմակերպելու մեջ։ Այն գործով, որտեղ Գագիկ Ծառուկյանը ակնհայտորեն տուժող է,
Պարոն Սարգսյան, հիմա անդրադառնանք բուն քրեական վարույթին, հայ-իրանական առևտրային պալատ է ստեղծվել, որտեղ բնականաբար անելիք ունեն գործարարները։ Այդ վարույթը ձեր խոսքից դատելով դուժող պետք է ճանաչվեր Գագիկ Ծառուկյանը։ Նաև իրանական կողմի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները հաղորդում են ներկայացրել իրենց երկրի իրավապահներին։ Խնդրում եմ երկու ուղղությամբ ասել, նախ ինչ է եղել այդ հաղորդումը, որը ներկայացվել է Իրանում իրանցիների կողմից, եւ երկրորդ ինչու պետք է Ծառուկյանը դուժող ճանաչվեր։ Տեսեք, հիմա երբ որ նկարագրեմ, դուք ինքներդ գնահատեք, թե մեր իշխանությունները մեր իրավապահամակարգը ինչ անում եւ Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահամակարգը ինչ անում։ Ուրեմն 2025 թվականին երկու քրեական վարույթ է նախաձեռնվել Multicroup կոնցեռնի տնօրենի հաղորդումների հիման վրա, քննչական կոմիտեում եւ հակակոռուպցիոն կոմիտեում Իրանի Իսլամական Հանրապետության այդ 3 քաղաքացիները, որով այսօր դուժող են ճանաչվել, նրանց կողմից խարդախություններ եւ փողերի լվացում կատարելու դեպքերով 2025 թվականից այս վարույթները կան։ Մեր ապա մարմինները հանգիստ ոչինչ չեն անում, փաստերը տրված ամբողջությամբ։ Ոչ մի գործողություն չեն կատարել։ Նույն անձինք Իրանի Իսլամական Հանրապետությունում դիմել են, որ այստեղ Ծառուկյանը եւ այլ ընձինք են խարդախությունը փողի լվացում արել, ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինները քննել են, փաստերը ուսումնասիրել են եւ այնտեղի դատարանի որոշում կա, երկրորդ ատյանի վերջնական որոշում կա, որ կոնկրետ անձինք ովքեր որ սանով այնտեղ մեղադրյալ էին ներգրաված, այդ անձանց գործողությունները խարդախություն չի, քաղաքացիական գործողություններ են, գործարարական հարաբերություններ եւ այստեղ հանցագործություն չկա։ Դա արձանագրել է Իրանի, այսպես ասած, Բուչրաբեկ դատարանը։ Ու երկրորդ ատյանը որ վերջնական որոշում է կայացրել։ Հետո, երբ որ ասել է խարդախություն չկա, մնացած մասը հետա գնացել քննության, այնտեղից իրավական օգնության պահանջ են ուղարկել եւ այդ իրավական օգնության պահանջի շրջանակներում մեր իրավապահ մարմինները որոշել են, որ 1-2 օրվա ընթացքում պետքա նման գործողություններ կատարեն։ Այն դեպքում, երբ որ մենք հստակ ապացույցներ ենք ներկայացնում, տեսեք ինչ են ասում։ Ասում են իբրև թե Ծառուկյանը այդ անձանցից գումար է հափշտակել եւ մեքենաներ։ Բայց մենք ապացույցներ ենք ներկայացնում, որ այդ նույն անձինք ունեն գրած փաստաթղթեր, պարտավորագրեր, որ իրենք են գումար պար Ծառուկյանին պարտավորվում էին 26 թվականին վերադարձնել։ Հիմա վերադարձման ժամանակն էր, եւ քանի որ չեն վերադարձնում, գործողությունները սկսել են։ Հիմա մեր իրավապահ մարմիններին հարց ենք բարձրացնում, ասում ենք նրանց ասած փաստերը ստուգել են իրենց պետական մարմիններ եւ պաշտոնապես գրություն են գրել, որ նրանց նշած փաստերի մեծամասնությունը իրականությանը չի համապատասխանում, այնինչ հայկական կողմի ներկայացված փաստերը հաստատվում են կոմպլետ ապացույցներով եւ փաստաթղթերով։ Հիմա ասում ենք ո՞նց է լինում, որ Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինները նշում են, որ իրենց քաղաքացու ասածը ճիշտ չի, այս կողմի ասածն է ճիշտ, դուք նույն փաստերի վերաբերյալ գտնում եք, որ նրանք են ճիշտ, Ծառուկյանը սուտ։ Բայց այստեղ խնդիրը նրանում չի, թե որտեղ է քաղաքացիա, խնդիրը փաստերն են։ Եթե դուք ասում եք, պատկերացնում եք, չէ, եթե այդ անձին խարդախության տուժածներ են, դրանից հետո կգան այստեղ փաստաթուղթ կստորագրեն, որ իրենք պարտք են կոնկրետ գումար։ Ես գումարների չափը չեմ ուզում նշել։ Հաջորդը ասում են խարդախություն է կատարել, խարդախության մեքենաները հափշտակել։ Որտեղ են հիմա այդ։ Հիմա ասում ենք ինչ մեքենաներ, ասում են կոնկրետ ընկերության անունով ապրանք է ներկրվել, եւ այդ ընկերության մեքենաները հափշտակվել, ասում եմ լավ, հափշտակվել նշանակում է, որ ում որ պատկանում էր իր սեփականության ֆոնդից դուրս է եկել, սա իրավաբանություն է եւ հայտնվել է մեկ այլ սեփականության ֆոնդում, ինքն էլ ոնց ուզում տնօրինում է, կուզե այսօր կծախի, ինչ կուզենա կանի։ Ասում եմ, ում սեփականությունն է, ասում է պաշտոնապես այն նույն ընկերության, որի համար ներկրվել է։ Ասում եմ, այսինքն այն ընկերությունը, ում համար բերվել է, հիմա իր սեփականությունն է, բայց դուք գտնում եք, որ դա հափշտակվել է իր սեփականություն, չի։ Դա ասում եմ, մենք տենց ենք գտնում։ Դատարանում հարց ենք բարձրացնում, արդյոք այստեղ ընդհանրապես տրամաբանություն կա, խարդախության որևէ նշույլ կա։ Դե դատարանի մոտ քար լռություններ, որովհետև ուներ ակնհայտորեն իր որոշումը արդեն թե ինչի համար ինքը գիտի եւ նույնիսկ որևէ կերպ այդ հարցերով չի անդրադառնում։ Հիմա այս պայմաններում մենք ուզում ենք հասկանալ, որ փողերի լվացում եք ասում եք այդ մեքենաները, որ հափշտակել է, հետո դա միախառնել է իր ընդհանուր եկամուտներին։ Ասում ենք, եթե այդ մեքենաները հափշտակված չեն, գտնվում են այն ընկերության ֆոնդում, որտեղ որ իրականում պետքա լինեին։ Ոնց է հափշտակվել, եթե չի հափշտակվել, ոնց են լվացել, չկա ոչ մի պատասխան։ Ցավոք սրտի այս նիստերը դեռնփակ են։ Եվ երբ որ դուք տեսնեք տրամաբանական հարցերը եւ դրանց հնչող պատասխանները, այլ որ դեռնբաց լինի, բոլորը կտեսնեն։ Իրենք օգտվում են այս փաստից, որ դեռնփակ է։ Այն խայտարակությունը, որ իրենք ունենում են նման process-ների ժամանակ, երբ որ գիտեք շատ պրոֆեսիոնալ են։ Այնպես չի, որ մենք պրոֆեսիոնալ ենք, իրենք չէ դրա համար են խայտարակվում։ Ոչ,
Իրենք խայտարակվում են, որովհետև ակնհայտ անհիմն ապօրինի փաստեր են բերում, մեղադրանքներ են բերում, եւ դրա վերաբերել, երբ որ իրավաբանորեն հստակ հարցը տալիս, իրավական պատասխան չկա։ Եվ սկսում են այնպիսի բաներ ասել, որ եթե օրինակ առաջի երկրորդ կուրսի իրավաբանը լսի, ուղղակի կապսոսա, որ ինքը այդ ճանապարհը վերցրել է, որ առաջ գնա։ Պարոն Սարգսյան, հայ-իրանական առևտրային հարաբերությունների մասին քրեական վարույթ է, բայց միևնույն ժամանակ Multi-Group կոնցեռնին պատկանող շուրջ 70 ձեռնարկություններում գրեթե բոլոր ընկերություններում խոզարկություններ էին, անգամ ինչ որ բեմականացված կամ ոչ չեմ կարողացել, որտեղ մարզվող քաղաքացին, որը վճարել է այդ ծառայության դիմաց հանել իրեն կենթանիներին տեղափոխել, արգելել, հիմա որ օրինակ ձին ջուր խմի կամ սնվի, ինչ առնչություն ունեն սրանք իրար հետ, կամ սպորտային մարզական համալիրը ինչ կապ ունի հայ-իրանական առևտրային պալատի հետ։ Տեսեք, ցավոք սրտի, երբ որ կա նման հրահանգ եւ իրականացնում են, մոռանում են ընդհանրապես նույնիսկ պետության շահի մասին։ Որտեղ մենք այսօր խոսում ենք կոնյակի գործարանի մասին, մենք խոսում ենք ցեմենտի գործարանի մասին, մենք խոսում ենք մուլտիվելնեսի մասին, մենք խոսում ենք հյուրանոցների մասին, այսինքն որ բոլորը կապարակնքվել են եւ թույլ չեն տրվում, որ աշխատեն։ Այդ բոլոր աշխատակիցները, որոնց թիվը մոտավորապես 1000-ի է հասնում, հիմա լինելու են առանց աշխատանքի, այսինքն փաստացի այդ չեն գործելու, արտադրանք չեն տալու, վաճառք չի լինելու, այս ամբողջ շղթան տնտեսական կտրում են մենակ իրենց ցանկություններին հակուր տալու համար։ Այսինքն օրենքում այդպիսի բան չկա, եթե դու պետք է գաս կոնկրետ գործողություն կատարես, ուրեմն դու արի պահեստը, եթե պահեստում որոշակի գործողություն ունես անելու, արի պահեստը կապարականքի եւ արագ ռեժիմով քո գործողություն արա։ Դու ինչ իրավունք ունես օրերով պահել ես ամեն ինչը փակ վիճակում եւ վնասներ պատճառել հսկայական, այսինքն նորից այս բոլորը վկայում են նրա մասին, որ կա հրահանգ բոլոր հնարավոր եղանակներով ցավացնել։ Կցավա թե չի ցավա հարցի երկրորդ կողմն է, բայց նպատակն ու դիտավորությունը դա է, որ պետքա ցույց տանք, որ ամեն հնարավոր եղանակով, այսօր դատախազություն հրապարակում արեց, որ Սևան ափին գտնվող Գագիկ Ծառուկյանին, չգիտեմ, պատկանող որոշակի հողատարածքների վրա այդտանները պետություն դիմել է բռնագանձելու։ Հերթ չեն տալիս իրար, որ անընդհատ Ծառուկյանի անունը շեշտեն, որ սա էլ արեցինք, մենք էլ սա արեցինք, մենք էլ էս մեկն ենք անում, հիմա այս մեկը կսկսենք։ Տպավորությունը ակնհայտ է, որը մեկը երբ որ կասի, որ այստեղ քաղաքական չկա, ոչինչ, իրականում բավականին անտրամաբանական կլինի, որովհետև փաստերը ասեցինք, արեցինք։ Սա են ուզում ասել, ընդ որում իրենք հայտարարում են, որ ասում էինք, արեցինք։ Հրապարակային ասել են դրա մասին։ Այո, եւ դեռ խոզարկությունը չավարտված։ Տեսեք, նոր է ձևավորվելու կառավարությունը եւ այդ պաշտոնյաները նաեւ պայքարում են նույն տարբեր ատյանների ղեկավարներ։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, գլխավոր դատախազը, որի շուրջ կարծեք թե ինչ-որ խնդիրներ կան, քննչական կոմիտեի ղեկավարը։ Արդյոք սա նաեւ մրցավազք է հնչեղ անունները ի ցույց տալ տիրոջը, որպեսզի մնան իրենց պաշտոններին։ Գիտեք, կդժվարանամ հիմա այդպես ասեմ, որովհետեւ եթե չլիներ այս նույն process-ը, միևնույն է, հանձնարարությունները կատարելու էին։ Այսինքն իրենք ընտրությունից առաջ կամ հետո իրավապահ համակարգը չեն անում։ Մեր ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում երբ որ միշտ ասում են դատախազությունը անկախ է, քննչական մարմինը անկախ է, իրականում դատարանները անկախ չեն, ուր մնաց, ասենք, քննչական դատախազություն, բայց չի կարելի այս տիպի ակնհայտ։ Ես անկեղծ եմ ասում, մենք իրավական անվտանգության խնդիր ունենք։ Մեր Հայաստանի Հանրապետությունում իրավական անվտանգության խնդիր կա։ Եթե ինչ ուզում են ում թիրախավորում են կոնկրետ գործողություն անում են։ Եթե դու կարաս առանց ԿԸՀ-ի թույլտվությամբ դա անես, ու ոչ մի հետևանք։ Այսինքն ինչի համար են այդ օրենքները ստեղծված։ Իրավական պետությունում, ժողովրդավարական պետությունում ինչի համար են, որ երբ ուզեք շրջանցեք, ընդ որում շրջանցեք շատ կոպիտ, ակնհայտ եւ բացահայտ։ Հետևաբար ով օրինակ որ падգամավոր այսօր մտածի, որ ինքը նաև անձեռնմխելիություն ունի։ Հետևաբար նշանակում է կուզենք քո նկատմամբ կանենք, հետո կասենք մենք մոռացել էինք, սխալվել էինք, բայց այդպես չի լինում։ Ամեն խախտում, եթե դուք քաղաքացուն եք մեղադրում հանցագործության մեջ, 2-3 անգամ ավել պետքա ձեր գործողություններին հետևեք եւ ձեր գործողությունները պետքա լինեն օրինական։ Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ, հանցագործությամբ ենթադրյալ հանցագործության դեմ պայքարել ավելի վատ բան է։ Այսինքն դու կարելի է քեզ հանցագործություն անել, իբր թե հանցագործության դեմ պայքարում ես, չկա նման հասկացություն։ Հետևաբար ես ուղղակի կոչ եմ անում, որ եկեք մտնենք իրավական դաշտ։ Եկեք մտնենք իրավական դաշտ, արդեն արել եք, ինչ արել եք։ Մտնենք իրավական դաշտում պայքարենք, բայց վախ կա դատավորների մոտ, երբ որ Գագիկ Ծառուկյանը արդարանում է,
Եվ երկրի վարչապետը բարձր ամբիոնից ասում է, որ կաշառքի դիմաց արդարացվել։ Արդյոք ով է հավատում, ասում է, որ առանց կաշառքի այն դեպքում, երբ որ կոնկրետ տեսանյութը կա, նիստից առաջ Ծառուկյանը ինձ եւ մյուս պաշտպաններին հարցնում էր, ինչ է կարծում, ինչ որոշում կայացնի, մենք նրան ասացինք, որ փաստերը ակնհայտ արդարացման են, բայց կասկածում ենք եւ բացառում ենք ընդհանրապես ոչ թե կասկածում ենք, որ Գրիգորյան Արամ դատավորը ձեր նկատմամբ այդ որոշումը կայացնի։ Նույնիսկ մեր ելույթներում այդ վերջնական դրա մասին ասացինք, որ մենք պատրաստվում ենք եվրոպական դատարան մեկնել, միևնույն է գիտենք, որ արդար որոշում չի լինելու։ Եվ երբ որ արդարացած մենք էլ զարմացան, իսկ Ծառուկյանը նույնիսկ ընդհանրապես չէր սպասում, մենք նրան բացատրում էինք, որ արդարացում է, որովհետև չէր հավատում։ Ու այդքանից հետո ուղղակի ասել, որ կաշառքի դիմաց է, հիմա հաջորդ դատավոր ուզում եմ հասկանամ։ Օրինակ 3 կալանքը քննող դատավորը, ասենք ինքը մենք ունենք որոշակի դատավորներ, որոնք որ փորձից ելնելով վստահ ենք, որ իրենց չի կաշկանդ այդ փաստերը։ Ինչ որ ասվում է, իրենք օբյեկտիվ կլինեն, բայց նման դատավորներին sense գործեր չեն տալիս քննելու, բացառվում է։ Իսկ Կրկին բարձրագույն դատական խորհրդում այդ մակագրման որ ձևաչափն է գործում, որովհետև մենք ինչպես լսել եք ձեռքով Կրկին, ինչպես լսել եք նախքան այդ բոլորը սպասում էին, որ այն կամ Մասիս Մելքոնյանն է լինելու կամ եւ այլն, բայց պարզվեց Աբելյանն է, երիտասարդ կադր եւ կարծում եմ կարիերայի հիմնակարը շատ ավելի ազնիվ կարող է դնել։ Մելքոնյանն անմասն չի մնացել այս process-ներից։ Խոզարկման թույլտվությունն է տվել։ Մի քանի խոզարկություններ, բավականին շատ կալանքի որոշում այլ մասնակցի հետ կապված եւ այլն, հետեւաբար այստեղ այնպես չի որ անմասնա մնացել, բայց կոնկրետ անձին կան Երևան քաղաքի ինտերնետային դատան, որ կյանքում իրենց նման գործեր չեն տա քննելու։ Եվ այստեղ է հարցը ցակում, որ միշտ մենք ասում ենք, որ դատանի նախագահան ընտրում է եւ երբեմն մենք վստահ ենք, որ նախապես հարցնում են կամ ասում են, որ դու անելու ես համաձայնություն ստանում են, նոր են տալիս։ Ինչքան էլ ինչ ուզում են ասեն, չի կարող այսպես անդադար կրկնություններ լինի նույն անձանց մասով։ Եվ մենք տեսանք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորը տեխնացուներից Անդրանիկ Թևանյան նույն դատավորը կալանավորեց, որ Ծառուկյանին։ Այսինքն գուցե այս թևով էլ որոշել են այս դատավորի մասով մակագրություններ անել։ Դուք նաև նիստից հետո, երբ արդեն խափամամիջոց ընտրված էր կալանավորումը, ասացիք, որ ձերբակալության որոշումը օրինական է ճանաչել, իրավաչափ է ճանաչել դատավորը, նաև նշեցիք, որ ոչ մի հանգամանքի չի անդրադարձել։ Այս սրա իրավական շարունակությունը որ է լինելու։ Մենք հասկանում ենք, որ վերաքննիչ դատարանը միանշանակ, բայց տեսեք, երբ որ իրենք նշել էին ձերբակալման արձանագրության մեջ, որ ձերբակալումը եղել է երեկոյան ժամը մոտավոր կարող ասեմ, երբ որ տարան տանից, այսինքն 19:30-ի սահմանում։ Մենք նշել ենք, որ ոչ, փաստացի ձերբակալումը տեղի է ունեցել առավոտյան 7:18-ից, երբ որ դուք մուտք եք գործել եւ այս նույն ձևով ձերբակալել եք։ Հիմա դատարանը եթե սա գնահատեր, սա ակնհայտորեն խախտում պետք է լիներ, բայց ինքը մեկ հարց չի տվել։ Ամբողջ process-ի ընթացքում այդ դատավորը ով է։ Դատավորը լսում է քննիչին, լսում է պաշտպաններին, հարցեր է տալիս իրեն հուզող, այդ հարցերի շուրջ գնում է որոշում կայացնելու։ Մեր գործով դատավորը մեկ հարց չի տվել։ Բացարձակապես մի քանի ժամ խոսելու այդքան փաստերի պայմաններում, օրինակ մի հատ քննիչին չհարցրեց, պաշտպանության կողմը նման փաստարկներ է ներկայացնում։ Օրինակ այս փաստարկների հետ կապված ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Այսինքն իրավաբանորեն կարելի է ամենասովորական հարցերը։ Սովորական։ Օրինակ ասում եք խարդախություն, հա, մենք ասում ենք լավ, եթե խարդախություն արել, հիմա ձեզ հարց ենք տալիս։ Սա ապացույց է, որ իբր խարդախության տուժողները պարտքեն Գագիկ Ծառուկյանին։ Կոնկրետ իրենք են պատասխանատվություն վերցրել, որ իրենք պարտքեն։ Ոնց կարող են խապված իրենցից հաշտակված լինի այդ գումարը, իրենք խապված լինի եւ գան նման փաստաթուղթ գրեն, որ իրենք են պարտք։ Հիմա եթե դուք սա չեք ընդունում, ի՞նչն եք ընդունում։ Հասկացա։ Պարոն Սարգսյան, իսկ իրանական այդ կողմի ներկայացուցիչները, որոնք սեփական նախաձեռնությամբ գրել են, որ իրենք պարտք են եւ որոշակի ժամանակահատված են նշել։ Հիմա իրենք այդ գործում ինչ կարգավիճակ ունեն։ Տուժող է ճանաչված, երեքն էլ տուժող են ճանաչված։ Իրենց երկրում ոչ մի բան, այստեղ մեր պետությունը տուժող են ճանաչվել, բայց այն դեպքում, երբ որ ավելի վաղ իրանց նկատմամբ հաղորդում կար եւ քրեական վարույթ կա երկու հատ հարուցված, դրանով ոչ մի process չնա։ Իսկ իրենք արդեն ցուցմունքներ տվել են նախաքննության։ Ցուցմունք տվել են կապված հերբանով, այստեղ չեն, էլի հերակապով։ Հերակապով։ Իսկ այս ընթացքում, երբ մենք բոլորը անընդհատ նշում ենք քաղաքական պատվերի իրականացման մասին, այդ բaragայում իրավական գործիքակազմը ինչ է անելու։ Չէ, իրավական գործիքակազմը միանշանակ պետք է լինի։ Ինչի համար, որովհետև մենք միանշանակ ներպայական հայցաններում պետք է այդ հարցերը բարձրացնենք։ Տեսեք, երբեմն շատ ակնհայտ բաներ, որոնք օրինակ կալանքն է եւ այլն չեն լինում, բայց իրավական պայքարի ընթացքում լինում են կոնկրետ հաջողություններ, որ օրինակ նոր մեղադրանքներ պետք է լինեին, չեն լինում։
Օրինակ դա հստակ չի երևում, բայց կոնկրետ իրավական աշխատանքի արդյունքում է, որ դա չի լինում։ Կամ լինում են մեղադրանքներ, որ դրանք մեղմացվում են կամ կարճվում են, ոնց որ այս մեղադրանքն է եղել, որը որ ապօրինի է եղել, դադարեցվել է։ Եվ նմանատիպ ինչ որ այլ գործողություններ կան։ Ավելի հիմնակարային հարցերը չեն լուծվում, օրինակ ազատություն զրկված վիճակը եւ այլն, որը դատավոր օրինակ վերաքննիչ դատանում անկեղծ ասած շատ մեծ հույս չկա այս իրավիճակում մեր հանրապետության տեղի ունեցող, բայց պետք է դիմել վերաքննիչ վճռաբեկ, դրանից հետո եվրոպական դատարան։ Պետք է դիմել միջազգային ացիաներ, փորձել այս խախտումները, որովհետև առանց Հայաստանում ներպետական ացիաները սպառելու մենք չենք միջազգային ացիաներ, բայց վերաքննիչում ինչ որտեղ պայմանավորված որոշակի դատավորներով անկախ կարծում եմ հույսեր կլինեն։ Սենց ասեմ, երբ որ մենք ասում ենք հույս չունենք, անկախ նրանից որ առաջադեմ Մասիս Մելքոնյանի մոտ էլ եթե հույս չենք ունենում, միջև վերջին պահը պայքարում ենք, որովհետև հույսի մի փոքր նշույլ միշտ պահում ենք, որ ամեն դեպքում իրավաբանությունը, մասնագիտական ինքնասիրությունը, չգիտեմ, տրամաբանությունը մի փոքր կարող է ապրի, գոնե գնան ներկայացնեն, ասեն դե լավ, այս իրավիճակում չեմ կարող կալանալ, որովհետև իրականում մակն այդ абսուրդ մեղադրանքա եւ այլն։ Բայց դուք դատարանի որոշում արդեն ստացել եք, որպեսզի վերաքննիչ բողոք ներկայացնեք, չենք հասցրել անդաման։ Իսկ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետները։ Միանշանակ ներկայացնելու ենք 10 օրյա ժամկետ է, հնարավորինս շուտ նախապատրաստելու ենք ներկայացնենք, որը որ ծավալ է, բավականին իրենց ներկայացնում։ Իսկ Multi Group կոնցեռնի բոլոր այդ հազարավոր աշխատողների շահերի պաշտպանությունը ինչպես է իրականացնում կամ թեկուզ ընկերությունների գործունեության դադարեցման ինչ process-ներ են։ Դրանց հետ կապված որոշակի դիմումներ ներկայացվում են։ Մենք հույս ունենք, որ սա ուղղակի որոշակի ժամանակ է կարճ եւ պետք է իրանք ողջամտորեն դադարեցնեն այս սահմանափակումը, որովհետեւ այստեղ միայն Ծառուկյանի խնդիրը չի։ Սա պետության, տնտեսության խնդիրն է։ Եվ սա կոնկրետ հազարավոր քաղաքացիների ընտանիքների խնդիրն է։ Այսինքն ես չեմ կարծում, որ պետությունը, այստեղ մենք միշտ խոսում ենք հանրային եւ մասնավոր շահի մասին, լավ եկեք անկեղծ խոսանք, էլ իրականում Ծառուկյանի այս կոնկրետ, այլ անձանց հետ կապված իրենց այս ստեղծած մեղադրանքը իր ամբողջ էությամբ այնքան հանրային շահ պահանջում է, որ այդ հազարավոր քաղաքացիները զրկվեն աշխատանքից, լուրջ։ Եվ պետությունը խոշոր հարկերից իմ կարծիքով այստեղ բավականին լուրջ մտածելու բան ունեն, երևի սա նախնական փուլի խնդիր էր, որ իրենք ցույց տվեցին, կարծում եմ, որ ողջամտորեն ավելի ճիշտ կգտնվեն եւ կփորձեն այս գործողությունները դադարեցնել, բայց կանեն թե չէ ընթացքը ցույց կտա եւ մենք էլ իրավական ճանապարհով պայքարը կիրականացնենք։ Պարոն Սարգսյան, դուք կամ ձեր գործընկերը տեսակցել եք պարոն Ծառուկյանին եւ ինչ տրամադրությամբ, թե ինչ կփոխանցեք եթե հրապարակման։ Տեսակցելու Գագ Ծառուկյանը մարտական տրամադրված, դուք ընթացքում տեսել եք նրան։ Այո, քննչական վարչության մոտ իր մոտ բացարձակապես առումով բան չի փոխվել։ Բնականաբար խիստ անցանկալի անազատության մեջ գտնվելը, բայց մարտական տրամադրված, փորձելու ենք պայքարել, առաջի անգամը չի, որ ինքը այս գործողությունների մեջով անցնում է, կարծում եմ ավելի շատ ինքը պատրաստ է, քան մենք։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն էր։